Շատ ուրախ եմ այս ցուցահանդեսի բացման բերկարներու համար ինձնից առաջ ելույթ ունեցողը համարյա նույն բաներն էր ասում, ինչ որ ես կուզեի ասել։ 21-րդ դարը ընդհանրապես 12 տարի է, որ մենք 21-րդ դարում ենք, բայց սկսած 18-րդ դարից արվեստի մեջ այնքան իզմեր կա, որ բոլորս հոգնել ենք այդ իզմերից։ Ես ուզում եմ ասադրել Համլետի մի քիչ առաջ ինձնից առաջ ելույթ ունեցողը ազնվություն ասեց, ես ուզում եմ ասել անկեղծություն։ Իր արվեստը էլ կուբիստ, էլ ֆուտուրիզմ, իմպրեսիոնիզմ, ինչքան իզմեր կան 18-րդ դարից մինչև 21-րդ դարը։ Այդ բոլոր իզմերից ասադրել Համլետը միշտ մնաց անկեղծ իր անձնական ստեղծագործական գծի վրա։ Այս տեսակ մարդիկ այսօրությամբ չկան։ Դրա համար ես շնորհավորում եմ եւ լավ բաներ ցական ասում շնորհակալություն։ Բարև ձեզ, ես նկարիչ չեմ, բայց ասում են արվեստագետ եմ։ Ուղղակի է, որ միկրոֆոնը չլինի, ես ավելի ձայնով խոսեմ բոլոր շատ տարիներ աշխատել եմ Համլետի հետ։ Պետք է նշեմ նրա ստեղծագործական առանձնահատկությամբ և մարդկային խառնվածքի ներդաշնակությունը։ Բոլոր դեպքերում նրա համար ամենակարևորը մարդն է եղել։ Մարդը իր բովանդակ էությունությամբ։ Մենք բեմադրություններ ենք արել, երևի մի 10-15 բեմադրություններ, որտեղ ահա այդ իր վերաբերմունքը առավել քան լավ արտահայտվել է։ Նա եղել է այն անձնավորությունը, որը ի տարբերություն մյուս բեմանկարիչների կամ թատրոններում բեմադրություն անող նկարիչների, որոնք իրենց են ցույց տալիս։ Ոչ թե թատրոնը, ոչ թե ներկայացումը, ոչ թե երգը, ոչ թե երաժշտությունը։ Այս դեպքում Համլետը շատ նրբորեն հասկանում է, որ պետք է տալ ոչ թե իրեն, այլ գուցե ռեժիսորի մտահղացումը տվյալ երգի առանձնահատկությունները, նրա մարդկային, այսպես ասած, դատագործությունը։ Ահա այդ հանգամանքը մեզ բարեկամացրել է և մենք արդեն կարծեմ արդեն 10-20 տարի է ընկերություն ենք անում։ Բացի դրանից ինձ զարմացրել է միշտ, որ նա ունակ է գեղանկարչության բոլոր ժանրերի նկատմամբ և հրաշալի բարեկամական շարժեր է անում։ Դրանց թվում նաև իմ մասին է արել, դա շատ հետաքրքիր է և այնպես շատ մարդկային ամենակարևոր հատկանիշը ըմբռնել, ինչպես գիտեք, չէ, բարեկամական շարժում, ընդգծել և մատուցել և միայն այդ հատկանիշով նրան ճանաչել տալ, շատ կարևոր բան է։ Նա ճանաչել է տվել իր ամենալավագույն մարդկային հատկանիշներով, արվեստի բարձր ըմբռնումներով, մարդու նկատմամբ ունեցած մեծ սիրով, ջերմությամբ և դա այդ իր կտավներում, իր գույների համադրության մեջ ես միշտ կարդացել եմ և միշտ հպարտացել եմ, որ մենք ընկերներ ենք։ Շնորհակալություն։ Չներկայացրեցի, հենց որ խոսք ուներ և ասեց ժողովրդական արտիստ պարոն Ջրիբարշյանը, Ռաֆիկ Ջրիբարշյանը։ Ողջունում եմ բոլորիդ, սիրելի բարեկամներ։ Շատ քննություններ եմ տվել իմ կյանքում, բայց այս մի քննությունը ես կարծում եմ բավականին բարդ և դժվար է։ Ինչու, որովհետև
Նախ առաջին անհատական ցուցահանդեսը այսօր Երևանում ունեցել եմ ցուցահանդեսներ, ծավալով շատ փոքր, բայց այսօր ուղղակի 115 աշխատանքներ ներկայացրել եւ սա մի յուրատեսակ հաշվետվություն է արվեստասեր հասարակայնության առջև, ձեր առջև, սիրելի բարեկամներ։ Ինչպես ասեցին բարեկամներս եւ արվեստագիծ ընկերներս, նկարում եմ բնանկար եւ դիմանկար։ Որտեղից է եկել այս սերը բնության հանդեպ, որտեղից է այսքան զգայուն բնության հանդեպ ունեցած իմ վերաբերմունքը եւ իմ զգայունությունը բնության հանդեպ, ես կարծում եմ դա իմ ծննդավայր դեպքերից է։ Իմ նկարչական աշխարհագրությունը կյանքիս ընթացքում բավականին մեծ է եղել Շուշիից մինչև Երևան, Երևանից մինչև Լոռի, Տավուշ, Սյունած աշխարհ, Վայոց ձոր, Արագածոտն եւ այլն։ Բնությունը խենթ է հենց ինքն իրենով եւ ես անverջ երկխոսության մեջ մտնելով չկարողացա երբեք հաղթել այդ հրաշքին։ Ամեն դեպքում ինչ որ արել եմ զգացումով, մաքուր, լավատեսորեն տրամադրված, շիտակ, ազնիվ ինչպես ասվեց, կհամոզվեք կարծում եմ ինքներդ։ Եվ եկել եմ վերջնական այն եզրահանգման, որ գեղանկարությունը դա քնարերգություն է, որը տեսնում են, իսկ քնարերգությունը գեղանկարություն, որը լսում են։ Կլսեք։ Շնորհակալություն։ Ես բոլոր տպավորություններով էլ հետարենք ցանցը բացված, համեցեք։
Thank you.